Խոսքը ուզում եմ փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք թե հանդիպել մեր հետ։ Բոլորս ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում։ Պարոն Կարապետյան, ճիշտն ասած, նախ հարգանքներս, ճիշտն ասած հարցերը շատ են ժամանակի սուր լինելու պատճառով, ուղղակի կխնդրեի նախ ձեզ հետ անձամբ հանդիպում, եթե հնարավոր է։ Կարելի է։ Հենց հիմա եք ուզում։ Հենց հիմա չէ, եթե իհարկե ոչ։ Ուղղակի բավականին շատ են իմ հարցերը, ես ուղղակի ամենակարևորները հիմա կտամ, մնացածը եթե հանդիպենք։ Շատ լավ, եկեք պայմանավորվենք այստեղ, այսպես։ Արամ Վարդևանյանը այստեղ ներկա է, հանդիպման վերջում իր հետ կապնվեք, հանդիպման ժամը չգիտեմ ճիշտ ասած այնքան գրաֆիկը հիմա սուղ է, բայց գուցե Արամի հետ այդ հարցերը փորձեք ինձ հասցնել։ Իսկ ներեցեք էլի մի բան էլ հարցնեմ, ուրեմն եւ առողջապահական ոլորտում եւ դատական ոլորտում մենք շատ թերացումներ ունենք մինչև ձեր պաշտոնը ստանձնելը եւ դրանից հետո։ Այսպեսին է հարցս, եթե հնարավոր է, այդ կոռուպցիոն գործընթացները մենք կարող ենք, ասենք, ինչ որ չափով թեկուզ կրճատել, որտեղ գնում ենք աշխատանքի, ասում ենք կամ փորձ ենք ուզում, կամ աշխատանքի ընդունելու համար որոշակի գումար։ Դա օրինական է։ Ոչ։ Ես գիտեմ, որ ոչ, պարոն Կարապետյան, իսկ ինչպես կարող ենք դրա այդպես դեմը առնել։ Առօրյա ռեգուլյար աշխատանքով։ Բայց երբ որ պահը գալիս է, որ մենք կոռուպցիոն գործարքով մեզ համար լավ բան ենք անում, անպայման մի փիլիսոփայություն գտնում ենք, որ ինչի է դա կարելի անել, բայց մակրո առումով լինել հակակոռուպցիոն։ Կարողացա՞ց ձևակերպել։ 1000 դրամը ոստիկանի ճանապարհային տանք, 5000 չվճարենք, $1000 հարկայինին տանք, $5000 չվճարենք, հետո դուրս գանք, ասենք սրանք սաղ էս իշխանությունը կաշառակեր են, մենք հենց իրան կաշառքը տալու։ Այդ իսկ պատճառով ստեղ չափազանց կարևոր է նաև մեր քաղաքացիների դիրքորոշումը։ Եվ ես առողջական լուրջ խնդիր ունեմ, ընդամենը 29 տարեկան եմ, 26 տարեկան հասակում ես դիմեցի քաղաքապետարան, առողջապահական բաժին, ինձ խորհուրդ տվեցին ստենդավորում անհապաղ եւ ինձ ասացին, կոնկրետ համար տվեցին եւ ասացին, այս համարով զանգահարեք, մենք ձեզ կընդառաջենք, կուղարկենք որպես պետպատվեր։ Ես արդեն 3 տարի է զանգահարում եմ այդ համարին, ոչ ոք չի պատասխանում։ Ես կարող եմ ձեզ խորհուրդ տալ հետեւյալը։ Նորից դիմեք քաղաքապետարան, պարոն քաղաքապետը հիմա լսում է, իրականում եթե ձեզ հասնում է եւ 3 տարի տանում բերում են անթույլատրելի է։ Նորակառույց թաղամասներ, բայց արդեն 20 տարին բոլորը լավ աղուց, որը գազաֆիկացված չի։ Դա այնպիսի մի հրատապ հարց է, որ շատ մտահոգում է մեր բնակչությանը։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ ծառահատումներ խստիվ արգելված է։ Ուղղակի խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, գազաֆիկացման հարցը հրատապ լուծում ստանալ, եթե հնարավոր է, ու խնդրում եմ պատասխան, ես իհարկե նամակ նույնպես գրել եմ այդ մասին, որպեսզի պատասխան ստանամ իմ բնակիչներին ապահովելու համար, արդյոք լուծում կստանա այդ հարցը, թե ոչ։ Կա ուղիներ լուծման։ Եկեք ես այսպես պատասխանեմ։ Քիչ առաջ ֆիքսել եմ այս պահին եմ ուզում ֆիքսել, այս պահին ես ձեր հանդիպումները եք, ես վարչապետ չեմ։ Եվ քարոզարշավը հասկացնում եմ որպես Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ես դրան պատասխանելու բան չունեմ, որտեղ դա կարող է ընկալվել որպես ընտրական աշխատանք։